Վերարտադրողական առողջության ոլորտում կարևոր նշանակություն ունեցող սաղմի գենետիկ հետազոտությունը այժմ հնարավոր է կատարել նաև Հայաստանում, ստուգելով քրոմոսոմների ամբողջ 23 զույգ հավաքակազմը։ Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորման մասին է խոսքը, հայտնի PGT-A-ի, որը մեզ հնարավորություն է տալիս, որպեսզի գնահատենք սաղմի անեուպլոիդյաների ռիսկերը ու նաև կարող են գնահատել այս կամ այն գենի դուպլիկացիան կամ դելեցիան։ Պտուղը չի զարգանում, հղիությունը ավարտվում է վիժումով, տեղադրված սաղմը չի կպնում։ Այս եւ մի շարք այլ խնդիրները հնարավոր է կանխարգելել այս հետազոտությամբ։ Կարևորությունը կայանում է նրանում, որ այդ արտամարմնային բեղմնավորում իրականացման դեպքում ցույց է տրվել տարբեր գիտական հոդվածներում, որ սաղմերի մոտ էմբրիոներում 40% դեպքերում կարող են դիտվել գենետիկ խաթարումներ։ Իսկ այդ գենետիկ խաթարումներն էլ կարող են պատճառ դառնալ վիժումների։ Այսինքն, իրականացնելով այս հետազոտությունը, մենք նաև կարող ենք ասել, որ մինիմալիզացնում ենք վիժումները, նաև բարձրացնում ենք իմպլանտացիայի հաջողության մակարդակը։ Նախկինում կիրառվող մեթոդը հնարավորություն էր տալիս մինչև սաղմի իմպլանտացիան հայտնաբերել գենետիկ անոմալիաները, սակայն այն սահմանափակ էր եւ չէր ապահովում բոլոր 23 զույգ քրոմոսոմների ամբողջական ստուգում։ Երբեմն երբ որ կարիք էր լինում ուղարկում ենք Մոսկվա կամ արտերկրեր, որ ստուգվեին, հիմա ունենք հնարավորություն սա կատարել Հայաստանում, որը մեծ առաջընթաց է բոլորի համար։ Հատկապես մեր բժշկական գիտության առաջընթաց է, որովհետև մենք արդեն նույն գործողությունը այստեղ կատարելով 1 կամ 2 բջիջ սաղմիկից վերցնելով արդեն կարող ենք ուղարկել լաբորատորիա եւ 23 զույգերն էլ ստուգել առողջ են թե չէ, խնդիրներ ունենք թե ոչ։ Հետազոտության առաջին փուլում իրականացվում է սաղմի բիոպսիա։ Բիոպսիան իրականացվում է սաղմի զարգացման 5-6-րդ օրը։ Այդ ժամանակ սաղմը բաղկացած է մոտ 200 բջջից եւ մենք վերցնում ենք սաղմի այն հատվածից, որը որ հետագայում մասնակցելու է իմպլանտացիայի process-ին, ընդամենը 3-ից 4-5 բջիջ, որը որ բացարձակ անվտանգ է ու ոչ մի խնդիր չի կարող առաջացնել հետագայում սաղմի իմպլանտացիայի համար։ Երբ որ մենք վերցնում ենք մի քանի բջիջ, սառեցնում ենք այդ բջիջները, ուղարկում ենք գենետիկ տեստավորման, իսկ այդ ընթացքում նաև իրականացվում է սաղմի սառեցումը, որը եւս անվտանգ process է։ Եվ սառեցված վիճակում սաղմը մնում է այնքան ժամանակ, մինչև որ մենք ստանում ենք գենետիկայի պատասխանը։ Ստացված պատասխանի հիման վրա բժիշկը որոշում է տվյալ սաղմը նպատակահարմար է տեղադրել, թե ոչ։ Նարեկ Ոսկանյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։